զրույցը պետքա պատրաստվել։ Վերջ։ Հաստորեն ժամը շփոթել էի, ոչ թե 2 ժամ ուշացել եմ, այլ 2 ժամ շուտ է։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, դուք դիտում եք on-line զրույցը եւ այսօրվա մեր հյուրն է գեղեցկուի, հրաշալի եւ տաղանդավոր բլոգեր դերասան Ան Մինյոնը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, որ ընդունել եք իմ հրավերը։ Մեծ սիրով։ Եթե պատրաստ եք, սկսենք առաջին հարցից։ Իհարկե պատրաստ եմ։ Ինչն է ամենաշատը ոգեշնչում, երբ կանգնում եք տեսախցիկի առաջ, լինելով թե դերասան, թե մոդել։ Մի փոքր ուղում անեմ, ես մասնագիտությամբ նկարչուհի եմ եւ ապրում եմ Գեղարվեստի պետական ակադեմիան։ Ենթադրում եմ, որ այն փաստը, որ ինձ օգնում է նկարներից մեջ ֆանտազիայի անցնող, իմ երևակայության ուժը է եւ միշտ ես փորձում եմ կամերայի առաջ դա օգտագործել, ոչ ինչ-որ բացատրեմ, բայց ամեն դեպքում ոգեշնչող ավելի շատ իմ պատկերացումն է։ Ես թե ոչ կպատկերացնեմ տվյալ տեսարանը, որ ճիշտ ներկայացնեմ, թե որպես մոդել, թե որպես դերասան։ Շնորհակալություն։ Եթե հնարավորություն ունենայիք խաղալ ձեր ամենասիրելի կերպարը, դա որը կլիներ։ Ճիշտն ասած չգիտեմ։ Ենթադրում եմ, որ ավելի շատ ֆանտաստիկ ժանրի ֆիլմ կուզենայի նկարահանվել, որովհետև ֆանտաստիկայի ժանրի ֆիլմերը հիմնականում նկարահանվում են կանաչ ֆոնի վրա, ու շփոթա երբ որ քո տարածքը չի տրամադրում քեզ պատկերացնել այդ ամենը, պետք է ֆանտազիայից ցույց որ համ տեսարանը պատկերացնել, համ ֆլաշակար, մի խոսքով ամենադժվար բանն է դա կուզենայի դա փորձել այդ փորձել։ Շնորհակալություն։ Որն եք համարում աղջիկների ամենամեծ ուժը ներկայիս արվեստում եւ նորաձևության աշխարհում։ Չգիտեմ։ Բայց անկեղծ չգիտեմ։ Ինձ թվում է ամենակարևորը ինքնավստահությունն ու իրենց սիրեն, որպեսզի իրենք իրենց ձեր դուրովի արվեստը ու ոճային հան ինչ ասացի չեմ նորաձևություն։ Ակուցային էսպես ասած։ Եթե լինես ինքնավստահ, սիրես քեզ, ներսում քեզ ընդունես այնպեսին ինչպեսին կաս, բայց այդ չի վերաբերվում նրան, որովհետև լինես չխնամված, բայց լինես ինքնավստահ, միշտ լինեն խնամված, իմ համար դա շատ կարևոր է։ Երբ որ դու լինես ներդաշնակ, ընտանիք, մասնականություն, գործնականություն չունենաս ինչ-որ խնդիրներ, լինես ինքնավստահ, արդեն արվեստում ու նորաձևության մեջ արդեն քեզ լավ ու ինքնավստահ կարող ես դրսևորել, դա ոչ միայն աղջիկներին է վերաբերվում։ Այո, շնորհակալություն շատ, համաձայն եմ։ Հիմա եկանք հասանք հաղորդմանի ամենասիրելի փուլին, տրամաբանական հարցերին։ Դուք պատրաստ եք։ Ինչ քար երբեք չեք գտնի ծովում, ինչ տեսակի։ Ճիշտ ասած, այս հարցից շատ եմ հագասանում գիտեմ, ես չգիտեմ, բանը չոր քար։ Ճիշտ է։ Դուք ունեք մեկ միավոր։ Ճիշտ եք, հաջորդ հարցը, ինչը չի տեղավորվի նույնիսկ ամենամեծ կաթսայում։ Իրակապարիչ։ Ճիշտ է, դուք արդեն ունեք 2 միավոր, ես ապշած եմ, շնորհակալություն, դուք արդեն հաղթող եք, թեև կան փուլեր, մեր հաղորդմանը գոնե եթե մեր աստղերը հավաքում են 1-ից ավել միավոր, նրանք հաղթող են, բայց կան դեռ փուլեր։ Հիմա տեսեք, ես ձեզ ուղարկելու եմ նկարներ, որոնք արված են մանրադիտակով, եւ դուք պետք է գուշակեք, թե ինչեր են դրանք։ Պատրաստ եք։ Ուղարկեցի առաջինը։ Kiwi.
Ճիշտ է, դուք արդեն ունեք 3 միավոր, շնորհավորում եմ։ Հիմա ուղարկում եմ հաջորդ նկարը։ Սա մի քիչ ավելի բարդ է, բայց հուսամ կգուշակեք։ Լոլիկ։ Ճիշտ է, դուք արդեն ունեք 4 միավոր։ Մեծ մեր ուղղել, բայց չգիտեմ։ Ճիշտ է, գուշակում, շատ լավ է, որ դուք շատ արագ պատասխանում եք եւ գուշակում եք։ Հիմա տեսնենք արդյոք ինտելեկտուալ հարցերում կարող եք ճիշտ գուշակել։ Որ երգահանն է գրել տարվա եղանակները։ Վիվալդի, Բախ, թե Բեթհովեն։ Մի հատ նորից խոսես։ Որ երգահանն է գրել տարվա եղանակները։ Վիվալդի, Բախ, թե Բեթհովեն։ Վիվալդի անունը դուրս գալիս է ուղղակի։ Ճիշտ է, այո, դուք պատահական ճիշտ գուշակեցիք, Վիվալդին է գրել։ Շատ ճիշտ է։ Հիմա ես ձեզ կուղարկեմ արդեն երկրորդ հարցը։ Եղնիկը Հայաստանի Հանրապետության որ քաղաքն է հիշեցնում։ Հայաստանի Հանրապետության, չէ՞, ոչ թե Արցախի։ Չէ, Հայաստանի։ Կլինի հանձնվեն։ Կլինի իրականում Ջերմուկ քաղաքը։ Ջերմուկ քաղաքը։ Ոչ թե Սիբիրիա նկարած դրա համար։ Հա, դե Ջերմուկ քաղաքին հենց դա է, էլի։ Հիմա ես ես կուղարկեմ մեր հայտնի եւ շատ տաղանդավոր մարդկանցից մեկի դեմքի միայն աչքը եւ դուք պետք է գուշակեք թե ով է նա։ Ճիշտ է, այո, դուք արագ պատասխանում եք հարցերին, որը շատ լավ է։ Հիմա ես ես կուղարկեմ արդեն հայտնի վայրի նկար, բայց շատ մոտիկից։ Ճիշտ է։ Շատ ճիշտ է։ Հիմա դուք պետք է հաղորդման վերջին ստում է հումորով լավ կլինի ավարտենք եւ դուք պետք է պատմեք հումորային դեպք ձեր կյանքից, որը պատահել է ձեզ հետ։ Ոյ։ Հումորային դեպք։ Դա ավելի շատ ոչ թե հումորային դեպք է, այլ պահին ես իրականում շատ վատ եմ զգացել, հետո հասկացել ինչի էլի արել, հիմա որ մեկի պատմում եմ ճիշտ է դեպքի վրա շատ եմ զգում, բայց իրականում ինքը տկեր դեպք է ու չեմ խորհուրդ կտամ ոչ մեկ տես ինչ անի։ Ես օրինակ մարդկանց անունները շատ դժվար եմ հիշում, շատ կարող այս պահին ինձ ես 2 վայրկյան հետո մոռանամ իրենց անունը, ու մի օր գնացել էինք տենց շատ լուրջ երաժիշտների հետ որտեղ նստած պատրաստում ենք, որ հեսա պետք է հերթով դուրս գանք երգելու, ես մտա բոլորին ողջունեցի, բարևեցի, բարևեցի, ես անունացեմ, բայց դուք դեր անունները կարած չասեք, մեկա չեմ հիշել։ Եվ ինչ եղավ։ Դե այդ մարդիկ սենց մի տեսակ ինձ նայեցին, երևի մտածեցին ես աղջիկը լրիվ կարա լինի ուրիշ արգայտություններ իրենց մտքում մտածեն, բայց միևնույն է հիմա ես պատմում եմ դա, ճիշտ է դիմացի ուրիշ խնդում այդ պատմության վրա, բայց իրականում ինքը շատ իմ սիտուացիաներ, խորհուրդ կտամ, որ եթե ինչ-որ մեկն էլ կա, որ տենց չերես չուր արգրավետնի անուններ տա ու իմ պես անուններ ամորանում, շատ անկեղծ երբեմն պետք չի լինի։ Շնորհակալություն շատ, որ ձեր թանկ ժամանակից տրամադրեցիք ինձ եւ ստացանք ուղղակի հրաշալի հաղորդում, ձեզ անչափ շնորհակալ եմ ու ձեր կոնտենտն էլ է շատ լավ է եւ մեր սիրելի հետեւորդներին ասենք, որ ովքեր ուզում են աշխատել դառնալ բլոգերներ, պետք է չվախենան տեսախցիկից։ Տեսախցիկը միայն լավ էմոցիաներ է տալիս ըստ ինձ։ Իրականում հիմա ժամանակները շատ են զարգացել, կարող ես դու տանը քո տեսախցիկը դնել, մի քանի անգամ փորձել, մի քանի անգամ ջնջել, նորից մի խոսքով ամեն ինչ զարգացել է։ Այնպես որ եթե դուք մի քիչ եք վախենում եք, ուղղակի պետք է մի քանի անգամ փորձեք։ Եթե փորձեք, հաստատ համոզված եմ ստացվի։ Այո, շնորհակալություն շատ, իսկ դուք սիրելի հետևորդներ դիտում եք on-line զրույցը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։